Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Մեր այսօրվա հյուրը ունի բոլորիս օգնության կարիքը։ Եստեր Արսենյանը փնտրում է իր կենսաբանական ծնողներին։ Նա 13 տարեկանում միայն իմացել է, որ նորածնային տարիքում իրեն 5000 ռուբլիով վաճառել են։ Ուզում եմ հրավիրել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր 40 տարի առաջ ապրել են Արտաշատում կամ աշխատել ու ծննդաբերել են Արտաշատի ծննդատանը։ Մինչ կներկայացնենք մանրամասները, ուզում եմ հիշեցնել, որ նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Եվ նախագիծը իսկապես կարևոր գործ է անում։ Շատ մարդիկ դիտելով հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար, ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը եւս շատ կարևոր է մեզ համար։ Քանի որ դրանով ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Եստեր ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Նմանապես։ Եստեր ջան, ինչ որ տարիքում, կյանքի ինչ որ փուլում ձեր կյանքը բաժանվեց երկու մասի։ Եվ մինչ կսկսենք խոսել գլխավոր խնդրի մասին, կներկայացնենք, ուզում եմ փոքր մեր հեռուստադիտողը ճանաչի ձեզ։ Ով է Եստեր Արսենյանը, ինչ կյանքով է ապրել, ինչպես է ապրել, ինչ հետաքրքրություններ ու երազանքներ է ունեցել։ Ես ծնվել եմ հուլիսի 20-ին պլյուս մինուս 2 օր Արտաշատի հիվանդանոցում, ճակատագրի հեգնանքով, բժիշկների թեթև ձեռքով, ոնց ասացիք 5000 ռուբլի վաճառքի դիմաց հայտնվել եմ որդեգրող ընտանիքում, սիրում եմ իմ ծնողներին, շատ եմ սիրում, ճիշտ է, հայրս մահացել է, մայրս վատառողջ է, դա կապ չունի, իրանք ինձ պահել են, մեծացրել են, բայց շատ մեծ ցանկություն ունեմ իմանալու իմ գեները, իմանալու ով եմ ես եւ վերջապես իմանալու երբ եմ ծնվել։ Ցանկալի է մարդ, որ հասկանա ինչ գենի շարունակություն է ինքը։ Ունեմ շատ հրաշալի ընտանիք, ունեմ 2 երեխա, աղջիկ եւ տղա, սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ Հայաստանը, սիրում եմ ամեն հային, ամեն ինչ որ կապված է հայի ու Հայաստանի հետ։ Եստեր ջան, ես ենթադրում եմ, որ որդեգիր ընտանիքում միակն եք եղել, քույր եղբայր չեք ունեցել։ Այո։ Երևի ծնողները չեն կարողացել տարիքով մեծ են եղել ծնողներս, բավականին ուշ ամուսնացել են եւ քանի անգամ փորձելուց հետո չի ստացվել ու չգիտես ինչ տվյալներով, ինչ միջոցներով իմացել եմ, որ Արտաշատի հիվանդանոցում նման գործարք կամ երեխա կա, կամ ես այդ տվյալները հստակ չգիտեմ, մենակ հայրս ասաց, մինչև դա մահանալներ է եղալ մեր զրույցները, որ երկար տարիներ չեն ունեցել երեխա, ինչ որ տվյալներով իմացել են, թե ծանոթ բժշկուհի են ունեցել, չգիտեմ, որ հնարավոր է վերցնեն այնտեղից, իմացել եմ, որ ես արդեն կամ ու գործարքը իրականացել է ու ես վստահ եմ, որ մորս, կենսաբանական մորս ասել եմ, որ ես մահացել եմ կամ ինչ որ հիվանդություն ունեմ կամ ապրելու ենթակա չեմ, որովհետև չգիտեմ, իմ բնազդը, իմ մայրական բնազդը ինձ հուշում է, որ մայրս երբեք ինձ մենակ չէր թողի, երբեք։ Այսինքն դուք միայն ենթադրում եք, որ կարող է ձեր ծնողին ասած լինեն, օրինակ, որ չգիտեմ, մահացել է կամ խնդիրներով եք տվել։ Գիտեք ինչ տվյալներ։ Հստակ տեղեկություն ձեր հայրը մահից առաջ ձեզ չի հայտնել։ Չէ, գիտեք ինչի համար եմ ենթադրում, որովհետև փաստերն են դա ասում, որովհետև եթե իրանք վաճառք չանեին, իրանք ինձ որդեգրեին օրինական ճանապարհով, այսինքն եթե ինձ հանձնեին մանկատուն, մանկատնից որդեգրում իրականացնեին, խնդիր չունեմ ես, ոչ մի բան չի հավատա։ Ու երկրորդ փաստը, որ ծննդյան վկայականիս մեջ նշված է ծննդյան ամսաթիվս 12/08/1986 թիվ, իսկ դուրս գրման ամսաթիվս 21/08/1986 թիվ, 21
կամ 22 հստակ չեմ հիշում Ենթադրում եք, որ ծննդյան օրն են հուլիսի իհարկե հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 12 դա կապ չունի հա թվականը սովետական էր թե հիմա է մինչև ծննդականը չեն ներկայացնում հիվանդանոցում դուրս գնում չի իրականացվում մոտավորապես 20 օր ես գտնվել եմ հիվանդանոցում այսպես ասեմ եթե ուրիշ տարբերակ լիներ այդ 20 օրվա ընթացքում ինձ կհանձնեին մանկատուն մանկատնից որդեգրում կանեին մոտեցել եմ Արտաշատի հիվանդանոց խնդրել եմ որպեսզի արխիվը բացեն ես իմ ծննդյան վկայականի հիմքերը կամ ինչ-որ մի տվյալ գտնեմ ինձ բացարձակ կտրականապես հերքել եմ որ արխիվը վարված է որին որ ես չեմ հավատում ոչ մի շաբլոն ու գիտեք ինչ դժգույն ինձ շատ ագրեսիվ պատասխան տվեց որը որ ինձ մի հատ էլ փաստ ավելացրեց իմ կասկածներին որ գիտեք ինչ որ մի բան չի գումարես դրան շատ բազմաթիվ դեպքեր եմ լսել Արտաշատից հենց 2-3 դեպք անձամբ ես խոսացել եմ անձամբ ես գիտեմ նորից նույն պատմությունը մորը ասել եմ որ երեխան է մահացել երեխային ասել եմ որ ծնողդ հրաժարվել գնացել է ին դեպքում են այդպես ասել որ այսինքն երբ որ դուք դիմել եք հիվանդանոց որևէ տեղեկություն ստանալու նպատակով ձեզ ասել են որ ձեր ծնողը ձեզանից հրաժարվել է չէ ինձ ասեցին արխիվն է վարվել ես դիմել էի որպեսզի ձեզ այդպեսի բան չեն ասել այսինքն իրենք ուզում հասկանալ որ հնարավոր է նման որդեգրած ծնողներն են ասել որ գիտես ինչ թողել է գնացել է հրաժարվել է քեզանից բայց չեմ հավատում իմ մայր տեսակը ես ինքս եմ մայր ես կոպիտ ասած իմ երեխաների համար իմ կյանքը կտամ չեմ հավատում որ կարար իմ ծնողը ինձ թողեր գնար իսկ հիվանդանոցում չընդունեցին որ հնարավոր է այդպիսի դեպք չէ բոլոր դեպքերով իհարկե բոլոր դեպքերով նա բացառում է ում մոտեցել ենք կասկածը կա որ ինքնագործարքները արա եւ այլն ամեն ինչ ժխտվում է այսքան գտել եք մեկին ով 40 տարի առաջ էլի ծննդատանը աշխատելիս է իհարկե մեկը 2-3-ն են որից մեկը մահացել է վերջին տվյալներով ճիշտ ասած 2 օր առաջ տվյալ ստացա որ դեռ այս բանը աշխատում է ու բաժնի վարիչն է Արտաշատի ծննդատան բաժնի վարիչը անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց ամեն դեպքում հիվանդանոցը փաստորեն հերքում է։ Իհարկե։ Շատ լավ։ Ինչպես իմացաք, որ դուք վաճառվել եք կամ ձեզ որդեգրել են։ Ենթադրում եմ, որ սկզբում ծնողները ձեզ այդ մասին չեն հայտնել։ Չէ, ոչ մի բան չեն ասել ինձ այդ մասին, ճիշտ է, ես ինչ որ օտարություն, ինչ որ ծնողներից չեմ զգացել, բարեկամներից, կային բարեկամներ, որ ինչքան էլ փորձեին ցույց տային, վայ, մենք սիրում ենք քեզ եւ այլն, ես ինչ որ օտարություն եմ զգացել, ընտանիքում չեմ զգացել, մամայից, պապայից ես դա չեմ զգացել։ Հետո 13-14 տարեկան էի մոտավոր, ինչ-ինչ առումներով կոպիտ ասած բամբասանքի շնորհիվ խոսքի մարդուն ասելով այս լուրը եկավ հասավ ինձ ու իմ համար դա սարսափելի ստրեսային էր, չէ՞ որ աղջկա համար 13-14 տարեկանը ավելի ձևավորվելու, ավելի հասունանալու տարիք է ու իմ հոգեբանական վիճակը այդ պահից սկսած շատ է փոխվել ու հավատացեք երևի ինչ որ ձևով իմ կյանքի վրա այդ լուրը, այդ ամեն ինչը այդ շատ մեծ ազդեցություն է թողել։ Ինչպես իմացաք։ Ձեզ ուղիղ ասել են թե խոսակցություններից մեր հարևանների միջոցով իսկ պատահաբար լսել եք։ Պատահաբար լսել եմ։ Եվ հետո ումից եք առաջինը փորձել ճշտել լուրի ծնողներից։ Ինչպիսին էր նրանց արձագանքն ու պատասխանը։ Իրանք սկզբից ճշտեցին, բայց քանի որ արդեն ես այն տարիքում էի, որ կարա ինչ որ թղթաբանությունից եւ այլն հասկանայի, մեր տանահագին թղթաբանություն կար, մամայիս թղթաբանությունները ուսումնասիրելով, այնտեղ գտա որդեգրման բժշկական փաստաթղթեր
սովետական ժամանակաշրջանում պարտադիր անցնում էին հատուկ բուժզնություն, հատուկ ստուգումներ եւ այլն, որպեսզի թույլ տային, որ ընտանիքը որդեգրի երեխային։ Երբ որ արդեն այդ փաստաթղթերը իմ ձեռքի տակ էր, Այսինքն պաշտոնական որդեգրման գործընթաց եղել է։ Ճիշտ, այո, դիմել եմ, որպեսզի ստանամ ծննդյան վկայականիս արխիվից հիմքերը, չէ՞ որ եթե մայրս հրաժարված լինի, հիմքերի մեջ պարտադիր կցված կլինի հրաժարականի թուղթը, կամ եթե մայրս իրոք մահացել է, կամ չգիտեմ, նորից էլի հրաժարվել է, ինչ որ հիմք կլինի այնտեղ կցված, կամ մահվան վկայական, կամ հրաժարականի վկայական, մերժել են, որ չի թույլատրվում, մենք իրավունք չունենք նման փաստաթուղթ տրամադրենք ձեզ։ Ես ամեն տեսակի սցենարի պատրաստ եք, իսկ եթե գտնեք եւ բարձր որ իսկապես ծնողները ձեզանից հրաժարվել են գիտակցաբար, պատրաստ եք այս սցենարին։ Հավատացեք, 26 տարիների ընթացքում ամեն գիշեր, երբ որ գլուխս դնում եմ բարձին, ամեն անգամ բոլոր սցենարները աչքերիս առաջով գնում են, պատրաստ եմ, անկեղծ պատրաստ եմ։ Ուղղակի ուզում եմ մի անգամ նայեմ մորս աչքերի մեջ։ Ինձ հետաքրքիր է նաև ձեր մայրիկի կողմից դες տրված փոխանցված տեղեկությունները, ինչ է նա ասել։ Երբ որ արդեն դուք գիտեիք եւ շղթելն անիմաստ էր, ասացիք, որ հայրը մահից առաջ ձեզ հետ կիսվել է որոշակի տեղեկությունները։ Ասացին, որ ես մայրը հիմնականում նույնն են ասել, ճիշտ է։ Մայրը ամեն ձևով պայքարում էր, որ այդ տեղեկությունը ավելի հստակ չհասնի ինձ, դե հասկանում եմ, կապ չունի որդեգիր ծնողա կամ կենսաբանական ծնողն է, բոլորն էլ պայքարում են իրանց ձագին պահելու, պահպանելու համար, բայց այս դեպքում հիմնականում բոլորն էլ նույնն էին ասել, անգամ մորաքրոջս եմ խնդրել, իրանց միջոցով են ինձ բերել Արտաշատ, մորաքույրս մորաքրոջս ամուսինն են Արտաշատի հիվանդանոցից մայրիկիս հետ ավտոյով բերել ինձ, անգամ իրանց եմ խնդրել, որպեսզի ինձ ճշմարտությունը ասեն, չգիտես ինչի իրանք թաքցնում են։ Դա էլ է երևի կասկածներ մեջ ավելի շատ իհարկե, իմ համար գիտեք ինչը ցանկալի կլիներ, եթե ես իմացել էի տվյալ լուրը, ես չի թողնելու իրանց գնայի երբևիցե։ Ես ասում փառք եմ տալիս, որ ունեցել եմ նման ծնողներ, ստացել եմ իրանցից շատ սեր, ջերմություն, բայց այս պարագայում, եթե արդեն ես գիտեի, ցանկալի կլիներ, որ մինչև վերջ անկեղծ լինեին, երևի ավելի վաղուց իմացած կլինեի, գտած կլինեի, 26 տարին քիչ չի մարդու հոգեբանական ազդեցության համար։ Շատ լավ, հիմա պետք է խնդրեմ նորից բարձրաձայնեք բոլոր այն տեղեկությունները, որոնք ձեզ հայտնի են եւ որոնք կարող են օգնել ձեր պատմությունը ճանաչելու համար։ 1986 թվականի հուլիսի 20-ին պլյուս մինուս մի քանի օր, չեմ կարող հստակ ասել, ծնվել եմ Արտաշատի հիվանդանոցում, բժիշկների թեթև ձեռքով վաճառվել եմ, դա ստույգ տեղեկություն է, քանի որ հայրս հաստատ չէր խաբի։ 5000 ռուբլու մասին ով է ձեզ ասել։ Հայրս։ Հայրը։ Իհարկե։ Ու եւս մեկ փաստը հավատալու համար։ Այսինքն ասել է, որ ձեր ծնողները ձեզ վաճառել են։ Բժիշկները նման տեղեկություն են տվել, որ ես կամ արդեն կամ ծնվել եմ կամ պատրաստում եմ ծնվեմ, իրանք ինչ որ տեղեկություն են, դա հստակ ես չգիտեմ, ու այդ փաստից էլ իրանք հասկացել են, որ թե բժիշկներն են գումարի խոսակցություն բարձրացրել, թե հայրս առաջարկ է, դա էլ չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ պապաս մի քանի անգամ ասել, որ գումարով ինձ վերցրել են բժիշկներից։ Ոչ թե իմ կենսաբանական ծառայողներից, այլ հենց բժիշկներից։ Ցավոք սրտի ձեր դեպքը դուք եզակի չեք, մեկն եք հազարներից, հա, որովհետև Հայաստանում տարբեր տարիների այո եղել են մանկավաճառության դեպքեր, որդեգրման ապօրինի դեպքեր եւ նույնիսկ քրեական գործեր կան ընթացքի մեջ, դատականիստեր, մեղադրյալներ ունենք բազմաթիվ։ Գիտեմ, տեղյակ եմ։ Եվ փաստորեն սա ցավալի այն դեպքն է, որը շատ դժվարությամբ է բացահայտվում, որովհետև մարդիկ, ովքեր ներգրաված են եղել գործում,
մինչև վերջ լռում են, հա, փորձելով ամեն գնով թաքցնել եւ միայն այսպես պատահականության սկզբունքով է լինում, որ կարողանում են ջրի երես հանել, որոշակի դեպքեր բարձրաձայնել։ Այսպես ասեմ, չգիտեմ տվյալ մարդիկ կամ տվյալ մարդկանց մոտ ինչ խեղճ է։ Իրանք կարան պատասխան տան բոլոր մարդկանց առաջ, ասեն, որ մենք տեղեկություն չունենք, բոլորը կարան ինչ-որ ձևով լինեն այնքան բարի, այնքան սրտաբաց, որ ներեն, հա, մանավանդ գտնելուց հետո, բայց չէ, որ Աստծո առաջ իրանք չեն կարող պատասխան տան։ Այո։ Իրանք խաղում են մարդկային ճակատագրերի հետ, իրանք խաղում են մարդկանց հոգեբանության, մարդկանց ոչ մեկ չէր կարա երաշխավորել, ես այդ լուրը իմանալուց հետո ես ինքնասպանություն կգործեի, թե ոչ մեկ չէր կարա երաշխավորել, ես դրանից հետո կխելագարվեի, թե ոչ, ամեն մարդու հոգեբանություն յուրովի է, ես երևի Աստված է ինձ այսքան ուժ տվել, որ դիմակայել եմ այդ հարվածին, դիմակայել եմ ու մինչև առեսօր շուտով մոտ մի ամսից դառնում եմ 40 տարեկան, իմացել եմ 13-14 տարեկան հասակում 26 տարի պայքարում եմ, որ իմանամ։ Ուղղակի զուտ նայեմ մորս աչքերի մեջ։ Ինչպես լուրը փոխեց ձեր կյանքը։ Ասում եք, որ ձեր կյանքը լիովին փոխվեց։ Ինչը փոխվեց։ Նախ փոխվեց իմ հոգեբանական վիճակը, ամենաառաջինը։ Ես չգիտեմ, դրանից հետո կոտրվեցի, դրանից հետո նորից վերականգնվեցի, ճիշտ է, շարունակել եմ ապրել, բայց 14 տարեկան երեխան ինձ թվում է այնքան բազում երազանքներ ուներ, այնքան վառ գույներով էր նայում աշխարհին, ապագային, դրանից հետո այդ գույները իմ մոտ խամրել է։ Երկար տարիներ է պահանջվել, որ ես ինձ նորից վերագտնեմ, որ երևի ինչ որտեղ իմ երեխաներն են ինձ ուժ տվել, որ ես ավելի ճիշտ նայեմ աշխարհին, ավելի իրանց ճիշտ մեծացնեմ, այն ինչը որ ես չեմ ստացել, ճիշտ է, ստացել եմ իմ որդեգրած ընտանիքում, բայց հավատացեք, որ տարբերություն կա։ Մոր ու որդեգրած ծնողի մեջ կարան բոլորն էլ ժխտեն, որ չէ, տարբերություն չկա, բայց չգիտեք ինչի ես զգացել եմ այդ տարբերությունը։ Մանավանդ որ տարիքային տարբերությունն էլ մեր մեծ էր, ես մոտավոր 40 տարեկան եմ դառնում, մյուս տարի որդեգրող մայրս դառնում է 80 տարեկան, ինձ թվում է 40 տարի տարբերությունը 2-3 սերնդային տարբերություն է, որը հաստատ թե դաստիարակության, թե վարք ու բարքի մեջ հսկայական տարբերություն կտար։ Այսինքն ինչ որ պայծ գցած ձեր բոլոր երազանքները իրենց տեղը զիջեցին այդ միակ նպատակին, երազանքին, գտնել ձեր կենսաբանական ծնողին։ Այո։ Պատկերացնում եք այդ պահը։ Ասացիք բոլոր սցենարները պատկերացրել եք։ Բոլոր սցենարները պատկերացնում։ Այդ սցենարն ինչպես եք պատկերացնում։ Չեմ կարող նկարագրել, անկեղծ չեմ կարող նկարագրել։ Ուղղակի մենակ Աստծուն աղաչում ու խնդրում եմ, որ օրերից մի օր ես կանգնեմ իր դիմաց։ Գուցե եւ ինքը նայի մեր հաղորդումը, գուցե եւ ինքը տեղյակել չի, որ ես կամ, որ ես իրան փնտրում եմ, որ ես ապրում եմ զուտ իրան տեսնելու նպատակով։ Այսինքն պատրաստ եք նաև ներել, եթե նրանք գիտակցված են գնացել այդ Իհարկե, ես միայն արձագանք են։ Ես այսպես ասեմ, շատ փոքր ճնչին մարդ եմ, ներեմ կամ չներեմ, ճիշտ է, դա իմ ամբողջ ճակատագիրն է փոխել, բայց այս պարագայում Աստված դատավոր։ Հուսանք կլինեն մարդիկ, ովքեր կկասկածեն եւ կփորձեն կապի դուրս գալ ձեզ հետ։ Հուսանք։ Ես պատրաստ եմ բոլոր միջոցները ձեռնարկեմ, ես պատրաստ եմ բոլոր դեպքերը, դերերը քննարկեմ բոլորի հետ, անգամ այս պահին արդեն Արտաշատում զբաղվում են գործով, պետական մարմինները։ Իհարկե, չեմ ուզում շատ չակերտներ բացեմ, պատրաստ եմ դիմեմ նաև բարձրագույն պետական մարմիններին, չեմ ցանկանում ինչ որ մեկին պատժեմ,
որովհետև գիտեք ինչ, Ձեր նպատակները բարի են, ընդհանրապես ուզում եք կյանքը իրանց պատժել է կամ պատժելու է, հաստատ իրանց կյանքի ընթացքում ինչ որ ձևով զգացել են, կամ եթե չեն զգացել, հաստատ հետագայում զգալու են։ Չեմ ուզում ինչ որ մեկին պատժեմ, ուղղակի սուտ ուզում եմ տեղեկություն իմանամ։ Ուզում եմ իմանամ ով եմ ես, ովքեր են իմ ծնողները, որտեղից են իմ արմատները։ Այս տարիների ընթացքում 26 տարի անցել, հա, լուրը իմանալուց հետո փորձել եք տարբեր ինչ միջոցների եք դիմել, որպեսզի գտնեք։ Ասացի Այն դիմանալ։ ժամանակը սոցիալական ցանցերը այսպես ավելի զարգացած չէին, հա, որ կարողանաք սոցիալական ցանցերով դիմել եմ Արտաշատ հիվանդանոց, ստացել եմ մերժումը, փորձել եմ Արտաշատում ինչ որ տվյալներ հայթայթեմ, գտնեմ։ Մոտ 2 տարի առաջ գտա մի կնոջ, որ ընտրում էր իր աղջկան, ուղղակի մեր տարբերությունը իր աղջիկը ծնվել էր 1975 թվականի մայիս ամսին, նույն Արտաշատի հիվանդանոցում, նույն պատասխանը իրան էին տվել, որ արխիվը վարվել է, երեխատ մահացել է, չկա երեխա, այդ պարագայում արդեն դիակ անգամ ցույց չէին տվել իրան, չէ՞ որ եթե երեխան մահանում է, գոնե ծնողին ինչ որ ձևով թուղթ են տալիս կամ դիակն են ճանաչման բերում, անգամ ծնվելուց հետո չէին բերել, որ ինքը իր երեխային տեսնի։ Բայց քանի որ մեր տարբերությունը 1 տարի ու մոտավոր 2 ամիս էր, համընկնումը մի քիչ անհավանական էր։ Ճիշտ է, մենք փորձեցինք անալիզ հանձնեինք, բայց հասկացանք, որ չէ, իմաստ չունի, մի տարի տարբերությունը հսկայական է, ինչ որ հնարավոր է եւ կարող է մի տարի էլ են կեղծել, բայց ինչ չի թվում։ Ես մի այսպեսի հարց եմ ուզում տալ, ասացիք դիմել եք այն մարդկանց, ովքեր 40 տարի առաջ հիվանդանոցում են աշխատել։ Հետաքրքիր է իրենց հետ ինչ լեզվով եք խոսել։ Այսինքն փորձել եք մարդկային տեսանկյունից իրենց բացատրել, թե այսպես ավելի պաշտոնական, գուցե նաև սպառնալով, գուցե ավելի հարկադրական տոնով։ Սպառնալիքն ու հարկադրանքը իմը չի։ Իրենց մեջ փորձել եք այդ մարդկային բնազդն արտնացնել, մայրական բնազդն արտնացնել, գուցե 40 տարի եթե իրանց մեջ մարդկային բնազդը չի արտնացել ու իրանք զբաղվել են։ Տարիները մի քիչ փոխում են մարդուն ավելի երբեք մարդը իր բնույթով չի փոխվում։ Գուցե ճակատագիրը իրենց հասցրել է այն կետին, որ իրենց հասկանան, որ իրենց արած սխալների, մեղքերի համար են պատասխան տալիս եւ գուցե տեղի տային։ Այսինքն փորձել եք այդ հալեցնել այդ ծառույցը։ Իմ հարցին թե ոնց կարանք արխիվը բացենք, մեզ տվյալը հարկավոր, ինքը պատասխանեց շատ ագրեսիվ։ Այսինքն գալիս է ապացուցելու, որ իհարկե իրանք բոլորն էլ ես չեմ հավատում, որ իրանք չեն հիշում, բացառում եմ, նման երևույթ չի կարա լինի, եթե մարդը տվյալ գործար քանի, գիտեք ինչ, դա սովորական հաց ուտել չի կամ ինչ որ իր ինչ որ միտեղ դնել չի, որ ինքը տարիներ հետո վայ, գիտեք ինչ, էս իրը դրել եմ էս ինչ տեղում ու մոռացել եմ, որ այդ իրը տեղ է գտնվում։ Սա հանցագործություն է։ Երեխայի ու մոր ճակատագրի հետ խաղալը հանցագործություն է, բայց ծանրագույն հանցագործ։ Իհարկե, ես չեմ պատրաստվում բողոքեմ, ես չեմ պատրաստվում, ես ընդհանրապես խնդրում եմ, եթե տվյալ անձնավորությունը ես ամեն ձևով կպայքարեմ, որ ինքը այս հաղորդումը նայի, ես ինչ որ ձևով կհասցնեմ դիտման իրան, չգիտեմ, արդեն միջոցները ես ինքս կկիրառեմ երևի, բայց ես ուղղակի խնդրում եմ ձեզ, եթե գիտեք ինչ որ տվյալ, եթե գիտեք ինչ որ մի փոքր երևույթ, որ ինձ կհուշի, որտեղ է գտնվում մայրս, ուղղակի արձագանքեք։ Իմ տվյալները ես կփորձեմ ձեզ փոխանցել, ես ունեմ բոլոր միջոցները, հասանելի միջոցները ձեզ գտնելու, ես ունեմ Արտաշատում բազմաթիվ շատ հարազատ մարդիկ, որոնք թե գիտեն ձեր բնակության վայրը, թե գիտեն ձեր աշխատավայրը, ես բազմաթիվ անգամներ կարայի ձեզ մոտենայի ձեր բնակավայր եւ այլն խոսեի ձեր հետ, բայց զուտ այստեղ ինչ որ ձևով ավելի շատ ես հարգում եմ ոչ թե ձեր գործունեությունը, այլ ձեր տարիքը։ Եվ ապավինում եք դրանց մարդկային
չեմ ապավինում։ Եթե իրանք ունենային մարդկային տվյալ հատկանիշները, երբեք չէին անի։ Ինչի՞ թվում, որ իրանք երեխաներ չունեն։ Ունեն։ Եթե ինչ որ մեկը փորձեր իրանց երեխային, իրանց ձագին խլեր իրանցից, ինչ կանեին իրանք։ Չէ՞ որ իրանք Հիպոկրատի երդում են տվել։ Իրանք երդվել են, որ ամեն պարագայում պետք է իրանց բժշկական էթիկան պահպանեն, դա բժշկական էթիկայի խախտում է։ Դա բոլոր էթիկաների եւ նորմերի, օրենքների բարոյահոգեբանական, բժշկական չհաշված։ Իսկ ձեր որդեգիր մայրը ինչպես է հիմա վերաբերվում ձերս փնտրտուքներին։ Իմ որդեգիր մայրը ցավոք էս պահին հիվանդ է, ծերունական հիվանդություն ունի։ Իսկ ինքը այդ երբ որ դու սկսեցիք արդեն փնտրել ծանր էր տանում, ինքը մտածում էր ես փնտրում եմ որ գտնեմ որ հրաժարվեմ իրենից, բայց ելի եմ ասում Փառք եմ տալիս Աստծուն, որ ունեցել եմ նման ընտանիք, ճիշտ է, չենք ապրել մեծագույն հարստության մեջ, ունեցել ենք շատ վատ օրեր, ունեցել ենք շատ լավ օրեր, ես շնորհակալ եմ թե իմ հորից, թե իմ մորից, որ այսօր ես կամ ապրում եմ, ես հասել եմ 40 տարեկան հասակում, իրանց շնորհիվ ունեմ 2 երեխա, որոնք իմ հպարտությունն են, իմ աչու ձախ թևերն են, ուղղակի էլի եմ ասում, իմ համար սարսափելի ծանր երևույթ է այս ամեն ինչը ու իմ հոգին չի հանգստանա այնքան ժամանակ, մինչև ես չգտնեմ մորս։ Ես հույս ունեմ, որ հենց ձեր հավանական մայրը կենսաբանական կդիտի մեր հաղորդումը եւ կարձագանքեն բոլոր այն կանայք, ովքեր 40 տարի առաջ ծննդաբերել են եւ կորցրել են իրենց երեխային հենց Արտաշատի ծննդատանը։ Հույս ունեմ, որ կտեսնի կարձագանքի 40 տարի առաջ 60-65 մոտավոր տարեկան մոտավոր, ովքեր այսօր շատ լավ կարողանում են օգտվել համացանցից։ Իհարկե։ Դե սպասենք լուրերի, եթե ունեք ավելացնելու բան։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Եսթեր Արսենյանն էր, ում նորածնային տարիքում վաճառել են հենց ծննդատանը։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։